Բարի երեկո, Մեծաբի եթերում է Արենան է, ես Արթուր Հայրապետյանը, այսօր զրուցելու եմ Հայաքվե նախաձեռնության անդամ Արամ Պետրոսյանի հետ, բարի երեկո։ Բարի երեկո, շնորհակալ եմ հրավեր ընդունելու համար։ Պարոն Պետրոսյան, մենք քաղբանտարկյալներով հարուստ, այսպես խաղաղ պետություն ենք դարել եւ ընտրություններից առաջ ինչ էր ասում, հա, Նիկոլը ասում էր ինձ ձայն տվեք եւ այդ ձայնի տերը լինելով ես կփորձեմ հիմա եթերային չի, բայց պիտի ասեմ, վերացնեմ, կզցնեմ, չգիտեմ ինչ անեմ, հիմա, հա, հիմա այս մարդուն ձայն տվողներ եղան, բանից պարզվեց, որ 700,000 մոտ մարդ կա Հայաստանում, որ իրեն ձայն ա տվել, հիմա չգիտենք ինչքան նա սարքած նկարած, հուսանք, որ Նիկոլի սահմանադրական դատարանը այնքան ազնիվ կգտնվի, որ այդ պատկերը ցույց կտա ամսի 4-ին։ Հիմա կես կատակ, կես լուրջ ուզում եմ հասկանալ այս իրականության մեջ, որ մենք ամեն օր ունենում ենք քաղբանտարկյալներ եւ Հայաքվեի Ավետիքը Չալաբյան, որին անհեթեթության, հա, ասում են ինչ պատճառով բռնեցին, միակ բանը ասում ես անհեթեթության, ուրիշ բառ չես գտնում եւ 2 ամիս կալանք։ Այս շղթան ուր է տանելու եւ ուզում եմ հասկանալ սրան վերջ կա թե չկա։ Հարցը շատ ծավալուն է, ասենց ոնց որ մինչեւ առավոտ կարող ենք քննարկել, փորձեմ հակիրճ ժողովրդավարության բաստիոնում Բաստիոնապետը ապացուցեց, որ Հայաստանում ժողովրդավարություն ոչ թե կաղում է կամ ինչ-որ 20%-անց է, գոյություն չունի։ Ամբողջ ընտրա այս ժամանակահատվածում Ժող Բաստիոնի ղեկավարը բացարձակ չէր պահում իրան Ժող Բաստիոնի ղեկավարի պես, այլ անցել է դիկտատորական մեթոդների, ընդհուպ որ օրենքով սահմանված լռության օրը կամ դրա հենց ընտրությունների օրը ինքը իր բռնաճնշումները շարունակում էր։ Ինչ վերաբերում է, որ 700,000 ձայն է հավաքել, խիստ կասկածում եմ, որ 700,000 ձայն է հավաքել, այդ մեթոդներով գիշեր 12-ին զորք քվեարկելով եւ բազմաթիվ այլ, հա, օրինակ դիտորդական առաքելություններից միայն մեկը 1300 խախտում արձանագրել։ Հիմա վերցնենք sense վատագույն տարբերակով 1000-ը ոչ էական լինեին, բայց այն 300 էական էին։ Մենք ինքներս ենք տեսել, չէ՞, ամբողջ ընտրության օրը մեկը հակաքարոզ էր տանում։ Հիմա դա խախտում է, թե խախտում չի։ Կամ թող գտնի այս դիկտատորը եւս մեկ երկիր, որտեղ օրինակ իր շատ մտերիմ Մակրոնի երկրում բոլոր բաները, հա, հիմնական օպոզիցիայի դեմքերը ընտրության օր կամ ձերբակալված լինեն, կամ տնային կալանքի տակ լինեն, կամ այս կամ այն ձևով այդ ձեր ասած կզացրած վիճակում լինեին կամ սպասվելի այդ վիճակում լինեին, հա, ուղղակի այս ընտրություններ չէր, իմիտացիա է ընտրությունների, դիկտատորը ցույց է տալիս, որ ինքը երբևիցե Հայաստանում կայացած բոլոր ընտրությունների բոլոր խախտումները ժողովել է եւ մեկտեղել է մեկ ընտրության մեջ, ասենց ասեմ։ Բայց պարոն Պետրոսյան, նայեք, օրինակ նորանկախ շրջանից էս կողմ ցանկացած ընտրություններ, երբ որ իշխանությունը, օրվա իշխանությունը կազմակերպում է, օրինակ ես չեմ հիշում մի դեպք, թեև ասում են 90-ականներին երկրորդ փուլով, երբ որ Լևոն Տեր-Պետրոսյանը պիտի արդեն երկրորդ անգամ նախագահ լիներ, ընտրությունները այդ ժամանակ ասում են, որ կեղծեցին եւ կրկին ընտրվեց Լևոն Տեր-Պետրոսյանը։ Բայց օրվա իշխանությունը, երբ որ կազմակերպում է ընտրություններ, ես չեմ հիշում մի դեպք, որ օրվա իշխանությունները չեն ընտրվում։ Ընտրվել են միշտ օրվա իշխանությունները։ Այստեղ հարցը նրանում է, թե ընդդիմությունը ինչ ինքն իրենով լիազորություններ ունի եւ ինչ պատրաստվածությամբ է գնում ընտրությունների։ Օրինակ ուժեղ Հայաստանը մեզ բոլորիս համոզում էր նույնիսկ, հա, դա իհարկե շատ լավ էր, որովհետեւ մարդկանց դա ողջևորում էր դուրս գալ տնից եւ գնալ ընտրությունների եւ գուցե դա չլիներ, չէր լինի 1.5 միլիոն, որը ապահովեց, հա, ընտրությունների թվականակը, բայց նաեւ ստացվեց այնպես, որ
հաղթելու ենք այդ թեզը, որ անդադ շարունակվում էր եւ մենք էլ այդպես ողջավորությամբ սպասում ենք այդ հաղթանակին, ստացվեց ճիշտ հակառակը, բայց այդ պլան B-ի մասին երբ որ մենք հարցնում էինք, մարդիկ ասում էին դե մենք պլան B-ի մասին չենք խոսում, որովհետեւ գնում ենք բացարձակ հաղթանակի։ Հիմա ուզում եմ հասկանալ այդ բացարձակ հաղթանակը բնականաբար չեղավ, եղավ քաղաքական ուժ հանցին ԲՀԿ-ի, որ այս իշխանությունները թողեցին դուրս, հա, շեմը հաղթահարած ուժին որոշեցին, որ պետքա այդպես ձայները փոշիացնել։ Ուզում հասկանալ, այս ամեն ինչը հաշվի առնելով պետք էր որ գնայինք ընտրությունների։ Այն էլ Նիկոլի հետ, ով այս 8 տարվա մեջ միայն աղետներ ա բերել այս երկրի։ Տեսեք, դրա մնացած բոլոր ալտերնատիվները հակասահմանադրական են։ Հանդիպությունը եւս մեկ փորձ կատարեց սահմանադրական ճանապարհով իշխանությունը վերցնի դա տիրոջը ժողովրդին, հա։ Բայց ցավոք սրտի ոնց որ քիչ առաջ էլ ասացիք նույն պարոն Չալաբյանի զավեշտալի կալանքը, որ լիազորություններ գործադրելով, չգիտեմ, ոչ մի դեպքում չես կարողանում հասկանալ ինչ նկատի ունեն այս մարդիկ, հա։ Հիմա եթե մենք չգնայինք ընտրություններին, հակառակ հարցնել կարող էր ծագել, դե եթե այդքան վստահ եք, որ այդքան ձայներ ունեք, ապա ինչի՞ չեք գնում ընտրություններով աղտեք։ Բայց ես եւս մեկ անգամ ձեր հենց համոզմունքին եմ, որ այս մարդուն ընտրություններով հնարավոր չի հաղթել։ Ամեն ինչ կանի, բայց ընտրություններով իշխանությունը չի։ Ահա նախատիպ ունեինք, նախընտրական 21 թվականին, երբ որ մենք այսպես արտահերթի գնացինք, ունեցանք չեմ ասի նույն պատկերը, բայց համարյա թե նույն վիճակը, էլի ընդդիմությունը 21-ին ինչ որ ուներ այդ մանդատները, էլի խոսակցություններ կար վերցնել թե չվերցնել, նրանք մեզ համոզեցին, որ մենք մեր օրակարգով կգնանք ազգային ժողով եւ ազգային ժողովի միջոցով կփորձենք Նիկոլից ազատվել։ 5 տարի մենք տեսանք թե ինչպես են ազատվում, փողոցային պայքարներ եղավ, չստացվեց, ազգային ժողովը բնականաբար չստացվեց, եւ այդ 5 տարվա մեջ ես երբեք չեմ հիշում, որ մի օրենք ընդդիմությունը տարել է եւ հաջողել է, հա, իր օրենքի տերը լինելով։ Եվ եկել հասել ենք մի իրականության, որտեղ որ Նիկոլի սահմանադրական դատարանը հիմա պիտի վճիռ կայացնի եւ այդ վճիռը մենք սպասում ենք ազնիվ վճռի։ Հա, ինչ որ ասում եք ճիշտ եք ասում, ուղղակի դրա այլընտրանքները որևէ մեկը իրավական դաշտում չեն։ Հիմա անդիմությունը բնականաբար է հաշվետու ժամանակահատվածում որևէ օրենքի նախագիծ չի կարողացել տանի եւ անցկացնել պարզ պատճառով, որ դիմացը քաղաքացիական պայմանագիրը ուներ սահմանադրական մեծամասնություն։ Նույնիսկ Ժողովասիոն համարվողը այս ժամանակահատվածում հենց մենք հայակվեն տարավ ժողովրդական նախաձեռնությամբ օրենքի նախագիծ, լավ հիշում եք, հա, Արցախին վերաբերելի, այս ցեղասպանության շղթելու վերաբերելի, այս մարտիկ նույնիսկ 58000 քաղաքացիների ձայնը պատրեցին, գցեցին։ Նույն պատկերը հիմա մոտարապես բակի հետ է 60000 ձայն է, ուղղակի պատրում թափում են, բայց ինչ անես դրա դեմ։ Պայքարես, իհարկե պետքա պայքարես, մինչև որտեղ, այնտեղ որտեղ մինչև օրենքը թույլ է տալիս, հա։ Հիմա ի տարբերություն 21 թվականի, երբ որ նա ասում էր, որ ես Շուշին ու Հադրութը դեօկուպացնելու եմ, հետ եմ բերելու, հույս էր տալի քաղաքացիներին, խաբելով բնականաբար, այդ մենք հասկանում ենք, որ խաբում, հա, եւ մենք այն ժամանակ արդեն խոսում ենք, ինչեր այդ նախագիծը ուժի մեջ, հա, այն պատճառով մենք գիտենք, որ ինքը Արցախը հանձնելու է, ճանաչելով իրեն, ճանաչելով իր անցյալը, ճանաչելով իր բարոյական կերպարը, կետեր չունին, որ կարող է ասի, հետո չասի, ես այդպես բան չեմ ասես։ Վերջերս հենց այն մեր արցախցի աղջկա մետրոյի դեպքը, հա, վիրավորեց, հետո ասեց ես այդպես բան չեմ արել, հետո սա կես ժամվա տարածքում, հա, հետո ներողություն խնդրեց։ Այս մարդը այտենց չկա կետ, որ ասա, այս տղամարդը օրինակ պետքա սուտ չխոսամ։ Բոլորս օրինակ դաստիարակվել ենք, սկսած են 4-5 տարեկանից, որ մեր ծնողները ասում են տղես հանգարց որեցա պարագայում սուտ չխոսած, չունի այդ կետին։ Դա ասում էր ձեռքերս կկտրեմ, եթե հենց ձեռքերն էլ կտրե, գլուխն էլ կտրե, պատրաստ է եղել գնդակ արմանել գնա, չի թողել որ կեղծվի ընտրությունները, ցախ գիտենք։ Արդյունքում ինչ անում կեղծում է։ Ես հիշում եմ մի դրված դեպք, երբ որ ազգային ժողովում իր падգամավորներից աղջիկներից մեկը հայտարարեց. մեր ձեռը չի օրենքը ասեց,
Կուզենք օրինակ օրենք կընդունենք բոլոր սահմաններին կարգել են ընտրություններին մասնակցել։ Դա նշանակում է, որ Հայաստանը այլևս ոչ թե ժողովրդավարական չի, այլ ավտորիտար ռեժիմի է անցել եւ Հայաստանում Ավետիք Չալաբյանը կլինի թե մեկ այլ քաղաքական կամ հասարակական գործիչ, որը կվիճարկի ընտրությունների արդյունքները, կհայտնվի բանտում եւ այս մարտիկ չեն էլ թաքցնում։ Հիմա ինչ են արել, հա? Բոլոր հնարավոր օպոզիցիայի լիդերներին, ձայների առաջատարներին, հա, հանրային առաջատարներին բոլորին ձերբակալել են։ Դրանց 99%-ը այս մի 2-3 տարվա ընթացքում արդարացված դուրս են գալու, մենք դա բոլորս գիտենք, նախորդից էլ գիտենք, որ այդպես է լինելու, բայց հենց այդ պահին, երբ որ նրանք կարծիքի առաջատար էին եւ պետքա ձայներ բերեին ընդդիմությանը, նույնիսկ ընտրության օրը ձերբակալվեցին։ Գյումրի դեպքը հիշում եք, 3 հոգի ձերբակալվեցին կաշառք բաժանելու պահին։ Խնդրում եմ ասեք, կաշառք բաժանելու պահը, դա գումարը տալու պահն է, չէ՞։ Ոնց եղավ որ ձերբակալվեցին կաշառք վերցնողներ։ Չկային այդտեղ գումար չհայտնաբերվեց։ Սիրելիս, այտենց օթի մեջ իրենք տեսիլում են, չի ասել, ըստ օթում կախված լուրերի։ Օթում կախված լուրերով դուք ամբողջ օպոզիցիան գլխատում եք, գալիս եք, չեք կարողանում ձեր ուզած քվեները հավաքեք, ամեն դեպքում ոչ համադրական մեծամասնություն ստացան, ոչ 3/5-րդի մեծամասնություն ստացան, անցան են մեթոդի, որ ասում են կուզենք օրենք կընդունենք, բոլոր սահմանները չեն մասնակցի։ Հիմա ուզում են օրենք ընդունեն, որ բոլոր ԲՀԿ-ի ձայները չի հաշվարկվում, այլ գնում է իրանց ագումարվում, որպեսզի իրանք նորից նույն դատախազին նշանակեն, որը կգա կասի, այս օթում կախված լուրերի դուք աշարք եք տալիս, հեսա։ Պարոն Պետրոսյան, եթե դուք լինեիք իշխանություն, որտեղ տեսնեիք դուք ինչ ասես անում եք, օրենքով, անօրենք, անօրեն, չգիտեմ, ինչ որ հիմա անում է Նիկոլը։ Ներողություն եմ խնդրում այդ համեմատականների համար, որովհետև վիրավորական է, բնականաբար, բայց բովանդակության չեն կարող, այո, ամեն մեկը չի որ կարող է։ Դուք չէիք անի, եթե տեսնեք դիմացը ոչ կանգնեցնող կա, ոչ մեկը, որից, ասենք, չգիտեմ, կարելի է այսպես զգուշանալ։ Այստեղ համեմատությունը բնականաբար տեղին չի, բայց խոսենք ինչից, հա։ Իմ նման, ձեր նման կամ ընդհանրապես հայկական շահ սպասարկող մարդը երբեք սենց չի վարվի Հայաստանի Հանրապետության հետ։ Իսկ այս մարդը ակնհայտ հայկական շահ չի սպասարկում։ Եկեք հասկանանք, հա, անընդհատ ինչ իշխանության է, տալիս է մեր հողերը, տալիս է։ Որից է կետ չկա, որ ինքը ասի, էլ չեմ տալու։ Հիմա էլ նույնիսկ այս քարոզարշավի ընթացքում հայտնում էր, որ եւս 3 գյուղ հələ պատրաստում է տա։ Եվ մենք չգիտենք այդ 3 գյուղից հետո էլի տեղ կա տալու, թե չէ։ Օրինակ, այս վերջերս Նախիջևանում Արեմտյան Ադրբեջան sense ճակերտավոր հայ այդ կառույցն հիմնել ինչ են արել, այնտեղ հայտարարություններ են անում, պետական մակարդակով են անում, որ 300,000-ն էլ է գալու, էս էլ է մերը։ Պաշտոնական Երևանը լռում է։ Պաշտոնական Երևանը խոսում է միայն այն մասին, որ պետք է ամբողջ օպոզիցիային գլխատի։ Բայց սիրելիս, հայկական շահը արձագանքելն է այն մարդկանց, այն երկրներին, ովքեր որ Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ հայտարարություններ են անում, հա, կամ օրինակ խոսում են հայկական սահմանադրության մասին, պետքա փոխվի թե չպետքա փոխվի։ Հայկական սահմանադրությունը եթե պետքա փոխվի, դա պետքա կոպիտ ասած ծնվի հայ հասարակության մեջ, չէ, որ մենք օրինակ հասկանանք, գանք են գիտակցության, որ մեր սահմանադրության դիցուկ 70-րդ հոդվածը մեր ազգային երազանքներին, իղձերին, նպատակներին չի համապատասխանում այլևս։ Փոխվել է այսօրվանից մեր նպատակները, պետքա փոխենք։ Այս մարդը բացառապես թուրքական շահը սպասարկում։ Հետևաբար մենք ավելի լավ նայենք թուրքական պաշտոնական դիրքորոշումը կամ ադրբեջանական եւ տեսնենք թե մեզ ինչ է սպասվում։ Իր տեղը լինել, իհարկե ինչ որ ինքը անում է չպետք է անես։ Չես կարող լսել, խոսել դեմիլիտարիայից, դեմարկացիայից այն պայմաններում, երբ որ հակառակորդը գտնվում է քո հողի մեջ, այս էլ Արցախի թեման մի պահ ուղակի մոռանանք, իհարկե ես երբեք չեմ մոռանա Արցախի թեման, բայց ուղակի ձևականորեն մոռանանք եւ հիշենք Ալև ինչ ասում, ասում է այն տարածքները, որ ես գրավել եմ, Ջերմուկում կլինի, Վարդենիսում կլինի, Սյունիքում կլինի,
չեմ էլ հետ քաշելու զորքերս։ Ինչն է դեմիլիտացիա անում։ Կարաս բացատրես։ Ասա որն է քո դեմարկացիային կետը, որտեղ դու պետք է անես, այսինքն ինչ ենք անում։ Իրանք գրավել են, եկել են առաջ, մենք այդտեղ ձայն չենք անում, որտեղ ինչ որ սար, ինչ որ պատմության մեջ մի հատ, չգիտեմ, ադրբեջանցի չոբան մի կես ժամով եկել է իր ոչխարները տարել է, դա համարվելու է Ադրբեջան։ Կամ ստույգ հայտարարի ասա, սովետական միության քարտեզով ենք անում, այս ինչ թվականի, ասում է չէ, այսինքն սովետական միությունը կարող է 50 տարի տարբեր քարտեզներ է թողարկել եւ դրանցից յուրաքանչյուրը, որում թեկուզ մի բարձրում իշա ադրբեջանիա լինելու, տենց է դու դեմիլիտացիա դեմարկացիան անելու, թե չէ, բացատրի հասկանանք, որովհետեւ դու գնացիր, օրինակ Տավուշի շրջանում արեցիր ինչ-որ հատվածը, դրանից 2 կիլոմետր են կողմ ջրավազանի մատույցները, հա, ամբողջությամբ հայկական էր, մնաց ադրբեջանական։ Ինչի այդ հատվածը արեցիր, իսկ այն հատվածը չարեցիր։ Չէ՞ որ ուղիղ շարունակություններ, այսինքն հատվածական անելու ես նրանք, որոնք զիջելու ես, իսկ որոնք որ պետք է օրինակ հետ վերադարձնես, նույն այդ Ջողազի ջրամբարի հատվածը, հա, չես անում։ Ստե լոգիկա չկա։ Կամ ասում ես օրինակ սկսում ենք հյուսիսից, ավարտում ենք հարավով, կամ սկսում ենք հարավից, ավարտում ենք հյուսիսով։ Ոչ թե ինչ-որ 700 կիլոմետր սահմանի 60-րդ կիլոմետրն ենք անելու, հետո 160-րդն ենք անելու, հետո էլ ոչ մի բան չենք անելու։ Հա, մեկ էլ դե իրանք ջրի խնդիր ունեն, Ժողովուրդ ջան, պետքա մարդ լինենք, մեր հարևաններն են, մեր ցեղասպան հարևանները չեն իրանք լրիվ ուրիշ են, հա, իրանք շատ բարի են, պուպուշ են, ուզում են որ մենք լավ ապրենք, Ժողովուրդ ջան, ձեր բենզինն էլ այժան լինելու, լոլիկն էլ այժան լինելու, հաշե իրանք թանկ են ուտում իրան ժողովուրդը, ձեզ այժան են վաճառելու։ Եկեք Սևանից է մի հատված կտրենք տանք մարդասիրական նպատակներով, օրինակ թող ջուր ունենան, էլ իրանք ջրի խնդիր ունեն, իսկ մենք շատ ունենք։ Սենց է լինելու։ Այս մարդը սպասարկելու է այն շահը, ինչ որ առաջնորդվում են մեր հակառակորդ պետությունների ղեկավարները։ Պարոն Պետրոսյան, օրինակ նայեք, Նիկոլը այն ինչ որ խոսում է եւ այն ինչի մասին որ փորձում է անել, ինքը անկեղծորեն, այլևս անկեղծորեն ասում է ինչ եմ անելու, հա։ Օրինակ իր նախընտրական ծրագրում ինքը կետ առ կետ նշում էր, հա, որ նույնիսկ կար եկեղեցու բարեփոխումների հետ կապված, որ հիմա ասում են էլի անդրադառնալու է եկեղեցու արշավին եւ այլն եւ այլն։ Հիմա ուզում եմ հասկանալ, այն հատվածը, որը ընդդիմադիր կողմն է, հա, մենք չգիտենք ընդդիմադիր մարդկանց ուժերի քայլերի հաջորդականություն ուրա տանելու։ Օրինակ, մենք հիմա սպասում ենք Սահմանադրական դատարանի վերջնական որոշմանը եւ ինչ ենք անելու հետո մարդիկ ասում են պետքա փողոց դուրս գալ, պայքարը պետքա շարունակել փողոցում, ընդդիմադիրները պետքա մանդատ չվերցնել, մի հատված էլ կա ասում է պետքա վերցնել, գնալ ազգային ժողովում այդ կոշտ հայտարարությունները փորձել Նիկոլին վախեցնել։ Կարծես Նիկոլը բան է, էլի, այտենց վախեցող այդ հայտարարություններից կամ ելույթներից։ Մենք տեսել ենք 5 տարի մարդը ոչ մի բանի չի վախենում, անում է ինչ որ անում է։ Հիմա երբ որ մենք ստանանք վերջնական որոշումը ՍԴ-ի, ընդդիմությունը ինչ անելիք պիտի ունենա այն պլան B-ները, որը մենք մտածել ենք, որ ընտրությունների շեմին եւ հետո եւ առաջ պիտի արվի, որ չի արվել։ Օրինակ ես ընտրությունների հենց կեսգիշերին, եւ որ Նիկոլը հայտարարեց ինքն իրեն վարչապետ կարգեց, ես մտածում եմ, որ ինչ որ քայլեր պետքա ձեռնարկվի եւ մարդիկ էլ են դրան սպասում։ Ինչու չարվեց նման բաներ։ Նայեք, ինչու չարվեց։ Եվ հիմա մարդիկ նստած սպասում են, մանդատ վերցնել, չվերցնել, ՍԴ դիմել, թե չդիմել, վերջը դիմեցին եւ հիմա ներսին ինչ որ կուլիսային քննարկումների մեջ են։ Ինչու կոնկրետ հունիսի 7-ի երեկոյան կամ գիշերը, երբ որ սահմանադրությունը խախտելով, իրեն դնելով սահմանադրական մարմնի տեղ հայտարարեց, որ ընտրությունները կայացել են SS արդյունքներով, չնայած դրա համար կա սահմանադրական մարմին, ունի սահմանադրական ժամկետներ, հա, այտենց չի կարելի ելնել ու հայտարարել։ Տեղամասերում նոր էին արկղերը բացում, իհարկե հաշվարկի ժամանակ էր, ես ինքս այդ պահին գտնվում էի Գյումրիում, համակարգում էի ընտեղի, վստահված անձանց ուժեղ Հայաստանի հետ համատեղ մեր հայակվեի անդամների հա ու տենց չգիտեմ Նիկոլը ամեն օր փորձում է մեզ նոր հակասահմանադրական բան տալ իհարկե ցավոք սրտի դատախազությունը որովհետեւ ցեկեր չի արձագանքում Նիկոլի դեպքում ինչ վերաբերում է անդիմությունը ինչ պետք է աներ
Գիտեք ոնց, հիմա կոնկրետ այս դեպքում կախված է թե համանդրական դատանը ինչ որոշում կայացնի։ Ես ինքս տենց շատ մեծ լավատեսությամբ չեմ տրամադրված, հաշվի առնելով թե համանդրական դատանը ում օրոքա ձևավորվել է, հա, ովքեր են այդտեղ օրինակ այդ Սաֆարյան Սեդայի մինչև վերջ մնալը, որը ակնհայտ է թե ինչպիսի վճիռ պիտի կայացնի, եւ մնացած բոլորը թե ովքեր են նշանակվել, ոնց ինչ ճանապարհներով են նշանակվել, բայց այնուամենայնիվ ընդդիմությունը ինչ էլ անի, պետքա սպասի ՍԴ-ի վերջնական որոշմանը, որովհետեւ օրինակ ՍԴ-ն իրավական առումով առնվազն մի քանի տեսակ որոշումներ կարող է կայացնել, հա, ըստ դրա էլ պետքա պայմանավորված լինի։ Այս դեպքում ցանկացած երկրում, այդ թվում նաև Հայաստանում, ընդդիմությունը միշտ կախված է այն գործողություններից, թե ինչպիսի գործողություններ կանի գործող իշխանությունը, հա։ Հիմա մենք դուրս գանք օրինակ փողոց, ասենք ՍԴ-ի որոշումը հակասահմանադրական էր, εμείς ցույց են տալու, ասեն, ուրա բերեք տվեք այդ որոշումը, մենք էլ կարտանք։ Օրինակ, եթե Նիկոլ ընդդիմություն լիներ, պարոն Պետրոսյան, ինքը հիմա գիշեր ու ցերեկ քնել էր, հա, համանդրական դատարանի մոտ, եւ այդ ճնշումները գործադրել էր, որպեսզի այնտեղին նստած դատավորը մենք խոսեցինք այն մասին, որ Նիկոլը չունի գծեր, հա։ Ես չեմ կարող լինել ընդդիմություն եւ խոսել բացարձակ սուտ թեզերի մասին։ Նիկոլը այդ խնդիրը չունի լուծելու, հա։ Ինքը բացարձակ, տեսեք ոնց է, հա, առածյան ասում է, որ աղքատությունը ձեր գլուխների մեջ է, դա ինձ առաջ ասում էր, ես չգիտեմ, սոված եք խառը կանաչի կերեք, հետո եկավ մայիս ամսին թոշակները բարձրացրեց, հիմա օրինակ արտադրության նախարար մեկնաբանում է, որ դա ընտրակաշարժ չէր, դա ծրագրային էր, բայց այդ ծրագրի մեջ մենք կարդացել ենք ընդհանուր օրինակ թոշակները բարձրացնել, ոչ թե ընտրությունների ամսին։ Մայիսից մարդկանց թոշակները բարձրացվեց, երբ որ հունիսի 7-ին ընտրություններ էր, եւ այդ մարդիկ առաջի բարձր թոշակը այդ 10,000 դրամ մոտավոր։ Այդ փողերը որտեղից գոյացան, որտեղից եկան։ Այդ փողերը իմ իմանալով հələ դեռ պաշտոնապես չեմ կարող ասել, բայց իմ կարծիքով Ինչքան ես գիտեմ, ռազմարտությունաբերության համար նախատեսված գումարներն են, որի մասին մենք այդքան բարձրաձայնում են, որ ռազմարտությունաբերության այսքան գումար ենք տալիս, ենք անում, ենք անում, մեր բյուջեն սահմանափակ է, եւ սահմանափակ է եղել բոլոր տարիներում։ Նույնիսկ Երամսակը չեղած դեպքում ստացվեց, եթե բյուջետային պլանավորված չէր, իսկ մենք գիտենք, որ բյուջետային պլանավորում չէր եղել, հա, որ այս 26 թվականի բյուջեն նախատեսված չէր։ Այսինքն ինչ որ տեղից պետք է անեին, բերեին տնեն։ Իմանալով դա ռազմարտությունաբերության բյուջեն ա եղել։ Դե վերջի վարիանտ էլ միշտ կա, հա, պարտքը կբերի, թողելի մեր վրա, այսինքն այդ թոշակառը, որ թոշակը ստանում է, ինքն էլ այդ թոշակի համար վերցրած վարկի համար պետք է վճարի ինչ-որ փուլում, չէ՞։ Էսա իրականությունը։ Նայեք, ասենք բանա, օրինակ Նիկոլի ընդդիմադիր լինելը այդ ստերի տարիները մենք լավ հիշում ենք, եւ օրինակ ինքը ինչ արեց, հա, օրինակ այնպես արեց, որ մի հասարակության մեջ մի կոնկրետ զանգված կա, որ այդ մարդիկ համարում են Արցախը ոչ հայկական։ Տեսեք, այդ տարիներից ինքը օրինակ Արցախի մասին խոսում էր հրապարակներում, որ Արցախը Հայաստան է, ինչպես այդ արեց եւ փորձեց հրահրել պատերազմ, եւ դրան զուգահեռ ինքը դեռ ինստիտուտի տարիներին, երբ որ արդեն համագործակցում էր թերթերի հետ, ես հիշում եմ լրագիր թերթ կար եւ այո, այդ թերթում արդեն իսկ ինքը Արցախի հետ կապված այո հոդվածներ էր գրում եւ ես հիշում եմ մի անգամ ասում ավտոբուս էի նստում եւ այնտեղ խոսում էին եւ կողքից ինչ որ խոսակցությունը փորձել էր վերցանել եւ դարձնել հոդված էլի այդ ատելություն հայկականության հետ կապված որևէ աղերս չունեցող ինչ որ մտքեր եւ ինքը դա փորձեց հա հասարակության մեջ գեներացնել որովհետեւ հիմա երբ որ մարդիկ են լինում նույնիսկ հա այսպես խոսակցությունների ընթացքում երբ որ ասում են դե օրինակ դա տրված էր դա արդեն նախկինները տվել էին բան դա էլա չէ ընդդիմության իր ջանքերի հաշվին եղել Այսօր մեր ընդդիմությունը ոչ միայն ամուլ է, այլ նաև չեմ հասկանում իրականում ինչա կատարվում եւ քաղաքացիների մեծ մասը ովքեր որ այս ընտրություններին ակտիվորեն մասնակցություն ցուցաբերեց հիասթափված են նույնիսկ իրենք դուք չեկան կենտրոնական ընտրական հանձնաժողովի մոտ հիմա չենք տեսնում սահմանադրականի մոտ եւ վաղը եթե լինեն ընտրություններ եւ Նիկոլ այսօր կա վաղը չկա Բայց մենք այդ մարդկանց պիտի կարողանանք համոզել, չէ, որ փոխվել է իշխանություն, դու քո ձայնի տերն ես, այդ բերել եւ մարդկանց կրկին ասել, որ դու քո
ձայնի տերն էս մի քիչ արդեն դժվարանալու է։ Գնանք Արցախից, հա։ Այո։ Այն ինչ որ ինքը Արցախը ատել է ի սկզբանե, դա ես կվերագրեի ոչ միայն Արցախը։ Ինքը ատում է Հայաստանը եւ այ ժողովրդին։ Դա իմ կարծիքն է եւ իր գործողությունները հենց դրան են բերում իմ մտածելով, որովհետեւ չի կարող մարդը Հայաստանը չատի, Արցախը չատի ու վերաբերվի սենց Հայաստանին կամ Արցախին, հա։ Պարզ է ինքը ձեռներ կտրում, հրապարակում էր Արցախի հարցը լուծում, այդ սաղ սթերը հիշում են։ Հետո գնաց Պրահայում լուծեց, փակեց թեման եկավ։ Հիմա ով է ասում օրինակ, որ մի հատ նոր Պրահա մեծ չի սպասվում, որտեղ ինքը առաջի քայլը Աստվածչան իհարկե կհայտարարի, որ օրինակ Սյունիքին հատուկ կարգավիճակ են տալիս։ Օրինակ, հա, կա չէ դրա նախադրյալները։ Հաշվի առնելով Գորիս Քարոզարշավը կապան ճանապարհը, նախկինները չեն հանձնել։ Նա ասում է տված էր, դե լավ որ տված էր 2020 թվականին։ Ես անձամբ մինչև պատերազմել, դե բնականաբար պատերազմին էլ մասնակցել եմ, բազմիցս եղել եմ Արցախում։ Որ տված էր Արցախը, բա մենք ո՞նց էինք գնում գալիս։ Բա որ տված էր, ո՞նց էր ինքը Արցախ երապարակում, գոռում Արցախը Հայաստանա եւ վերջ։ Այդ մեր հիշողությունը այդքան կարճ չէ, էլի որ ջնջես, նորը դնես, ասես չէ, դա ինչ որ դու հիշում ես սխալ է։ Չէ, այնինչ որ հիշում ենք իրականություն, հա, Արցախը շոշափելի էր, մեր հայրենիքն էր, ես անձամբ պաշտում էի Արցախը եւ Հայաստանի ի տարբերություն մյուս մարզերի ամենաշատը Արցախ եմ գնացել եւ Արցախին էլ երբեք որպես անկախ պետություն չեմ վերաբերվել եմ մնաց ոնց որ ասենք Արարատի մարզին կամ Արմավիրի մարզին իմ տունն է եղել, երբ ուզել եմ գնացել եմ։ Ինչ վերաբերում է անդիմությունը, որ հիմա ժողովրդին հիասթափեցնում է, պետք է խնդրեմ ժողովրդին, որ չհիասթափվի, հուսով եմ, որ անդիմությունը սահմանադրական դատանից հետո իրական լուրջ հետևություններ կանի եւ ստեղծված իրավիճակից պետքա ելք գտնել, որտեղ պետքա ամեն դեպքում ժողովուրդն հասկանա, որ եվրոպական կառույցները, որոնք որ մարդու իրավունքների ջատագովներն են, հիմնական ժողովրդավարության կողմնակիցն են, դիտում են Նիկոլ Փաշինյանի որպես մի գործիք, որը հակառուսական թեզեր է տարածում Հայաստանում։ Դրանով իրանք բավարարվում են ու ասում են Հայաստանում ժողովրդավարությունը։ Եկեք իրական աչքերով նայենք, հա։ Ցանկացած մեկը, որ հելնի ասի Ռուսաստանը վատն է, ինքը արդեն դառնում է ժողովրդավար։ Այս երկակի ստանդարտները տարբեր տեղեր են կիրառվել։ Օրինակ մեր հայարարման Վրաստանը բավականին շուտ կողմնորոշվեց ու ճիշտ կողմնորոշվեց, երևի հաշվի առնելով նաև իրանց 2008 թվականի սխալները, որը մենք օրինակ 20-ին ունեցանք ու հետևություններ չարեցինք, հա։ 2008-ին էլ այնտեղ լավ հակառուսական այդպես մթնոլորտ էր ձևավորված, հետո ինչ պարզվեց, որ Վրաստանը մնաց մենակ, կոտրված դաշտակի առաջ ու իր տարածքների մի զգալի մասը կորցրեց վերջնական, հա, ու Հավիտյանս կորցրեց։ Նույնը մեզ է սպառնում, հա, այստեղ Արցախը կորցրինք, ասում եմ, հաջորդը Սյունիքն է լինելու, Ժորժ ջան, պետք չի հաստատվել, երբ որ նույնիսկ տանը ասեմ, հա, կենցաղային ասեմ, երեխան չար է լինում, դու ոչ ես հաստատվում երեխայից տնից դուրս անում, դու միջոցներ ես ձեռնարկում, հիմա մենք էլ պետք է բոլորս հասկանանք, հա, չպետք է նեղանալ չգալ ԿՀ, չպետք է նեղանալ չգալ ՍԴ, չէ, պետք է գաս, որովհետև այս մարդը մի վախ ունի, ժողովուրդն է այդ իր վախը, հա, երբ որ հրապարակում լինում է 100,000 մարդ, բազմիցս ունենք դեպքեր, բունկերից դուրս չի գալիս։ Այո։ Հիմա այս մարդուն պետք է նորից մտցնել բունկեր եւ ասել, որ դու տղա ջան, չես կարող մեր ձայները գողանալ։ Այս բային հստակ, բակայի ձայները գողանում է ինքը։ Էլ չենք ասում թե իշքան ձայնա կեղծել, ոնց է կեղծել, ինչ արել, կա տեսալովակ, որտեղ զինվորները ընտրատեղամասի մոտ օրինակ բանկոմատի քարտերն են ստուգում համատարած, չէ՞, ինչ-որ բաներ կա, որ պետքա պարզվի։ Դեռ իրականությունը մեկ է, ինչ հիմա ամբողջությամբ պարզված չի։ Ծավալները խոսքը գնում է 100,000 եւ ավել կեղծելու մասին։ Ես այդպես եմ պատկերացնում, որտեղ այդ թվերն էլ կան, հա, այն ոնց եղավ, որ 80,000 անձնագիրը չաշխատեց, իսկ արդյոք այդ չաշխատող անձնագրերը այդ օրը 6 անգամ չեն քվեարկել, այդ պետք է հաշվի առնել, այնպես որ ես վստահ չեմ, որ այս մարդը 700,000 ձայն է հավաքը։ Պարզա իմ համար առնվազն ակնհայտ է, որ 80,000 չաշխատող անձնագիրը քվեարկել է իրանց համար։ Այդքան անվավերների թիվը մոտ 16,000 շուրջ անվավերի։ Մի տան վրա քանի հոգ էսպես նույնիսկ այնքան ամպույտ են աշխատել, որ պարոն Քոչարյանի տան վրա են գրանցել, հա մարդ։
Ռոբերտ Քոչյանի տանվեր, այնքան ամպույտ, պարզա չէ, շփթը բարագարակ ու չեն հասկացել, որ հանրապետության նախկին նախագահի տանվրա են մարդ գրանցում։ Մեկի տանվրա թուրքեր գրանցված մարդը տեղակ չէր, հիշում ենք ինչ աղմուկ էր Իմ տանվրա երկու անծանոթ մարդիկ։ Ահա, խնդրեմ։ Այսինքն այս փաստերը ակնհայտ ապացուցում է, որ այս մարդը 700,000 ձայն չի հավաքել։ Բայց նաև մենք գիտեինք, այո, ընդդիմությունը դեմ եղարը, գիտեինք, որ ինքը այդ անելու է, ու ինչ-որ չափով փորձել է դիմադրի, օրինակ ուժեղ Հայաստանը մի քանի հազար վստահված անձեր բերել։ Բայց ճիշտ հասկանանք, հա, այդ վստահված անձն է, որպեսզի գիտելիք ստանա, որպեսզի պատրաստ լինի, որպեսզի փորձ ունենա, դրա համար ժամանակ է պետք։ Օրինակ Հայակվեն ունի 400 պրոֆեսիոնալ մարդ, բայց մենք անցել ենք մի քանի ընտրություններով, հա, Երևանի ավականու ընտրություններ, Գյումրի, Փարակար, այս վերջերս վաղար շաբաթ, այսինքն 3-4 անգամ ինչ լինես, ինչ առաջի դեպքդ լինի, դրանք շատ էական։ Դրա համար օրենք հաստատեցին եւ դուք չէիք կարող։ Դիտորդականների հենց այդ կապված հիշում եմ հենց այդ օրը ազգային ժողովում, արտահերթով իրենց падգամավորներից մեկը ասեց, երբ որ մտնում ես Հայակվեի էջ, զարմանում ես։ Ու ինչի վրա էր զարմացել։ Ասում առաջի կետում հենց գրած է պայքարել Հայաստանի կապիտուլյացիայի դեմ։ Աղջիկ ջան, դա զարմանալու չի։ Դա զարմանալու չի։ Հենց դա բա ինչ անենք, մենք իրականում հենց այդ ձև ենք մտածում, Հայաստանը կապիտուլյացիայի եք դուք տանում։ Մենք էլ դրա դեմ ենք պայքարում։ Դա մեծ հանցագործություն է, որ մենք ուզում ենք մեր երկիրը մերը լինի։ Եվ որ չեմ ուզում ես իմ պապու գերեզմանը հիշելով հիշեմ, այլ ուզում եմ այցելեմ, չեմ ուզում եմ մանկության բակը դառնա Թուրքինը, ոնց որ եղավ Արցախի հետ, հա։ Ասենք դուք այն մարդիկ եք, որոնք ամարասա հայտնում եք, որ թուրքական է։ Այն մի ազգի անուն եք տալ, ես այդ ազգի հետ խնդիր չունեմ, հա, իր ղեկավարների հետ խնդիր ունեմ։ Ես ընդհանրապես ոչ մի ազգի հետ կռիվ չեմ անում, ղեկավարների հետ է իմ կռիվը, հա։ Մի ազգի անուն ես տալի, ասում ես այդ տարածքի իրանն է, որը երբ որ դե Մեսրոպ Մաշտոցը առաջ հայկական դպրոցներ ստեղծում, նույնիսկ չէր էլ նշմարվում իրանց գոյությունը, որ մի 1000 տարուց հետո նոր իրանք պետք է հայտնվեին, չէ՞, տարածաշրջանում, ասենք, ինչի մասին ես խոսում, գոնե մի հատ հասկացի, այդ ազգերը երբ են եկել այստեղ, էլի գային, բարով գային, բայց ոչ թրով գային, հա, ու եկել են տանտիրոջը հանում են տանից, մի հատ էլ ապացուցում են, որ մենք ենք վատը, մենք ենք հանցագործը։ Հիմա այս մարդը, օրինակ, իմ կարծիքով, տեսեք, հա, հայ մեծ բարերարները օրինակ մի քանիստ են, այդպես միլիարդատեր հայերը շատ չեն բնականաբար, որտեղ մենք ազգային բնակչության թվով էլ քիչ ենք։ Մեկը գտնում է Բաքվի բանտում, մեկը գտնում է Հայաստանում, հիմա Պարկասո գոնե տնային կալանք, արդեն այն օրի հասցրել, որ մենք տնային կալանքի վրա ուրախանում ենք, չնայած դա կալանք է միևնույն է, բայց այնուամենայնիվ, հա, օրինակ այն վիճակի հասցրել, պետք է ասի օրինակ հաջորդ քայլերից մեկը հանուն խաղաղության Ադրբեջանում վրա միջազգային հետախուզում դնի, ես դրանց հանձնելու եմ։ Ու այս ժողովրդին դա էլի մատուցելի է, որ դա ձեզ անվճար լոլիկ կարժենա, ձեր համար գազը էժան կլինի։ Մենք այդ վիճակին ենք հասնելու։ Օրինակ ինձ հանգիստ կարող գա, վերստի արտահանձնի Ադրբեջանին, ասի դե դու բան ես, տերորիստ ես եղել։ Բայց Իրան ընտրող մարդը դրա համար ծափ է տալու, բան։ Ինչ որ փոքր թիվ կա, ես վստահ եմ, որ այդ 700,000 չի, հա, եթե դուք Ադրբեջանում եմ անգա, գնես չի որ Ադրբեջանի հասարակությունը տենց 100%-ով ընկալում էր թե առաջ թե հիմա, որ Արցախը իրանցն է։ Կա մասա, որ ինքը նեյտրալ ապրում է, հետաքրքիր չի, տեսանք չէ, օրինակ ռուս-ուկրաինական պատերազմի ժամանակ երկու կողմից էլ իշքան երիտասարդներ լքեցին իրանց հայրենիքը, որ չպատերազմեն։ Ես իհարկե դա լավ չեմ ընդունում, ու չեմ էլ կարող լավ ընդունել, եթե քո երկիրը պատերազմի մեջ է, անկախ նրանից քո երկիրն է ճիշտ թե չէ, մեկը դու պետք է գնաս քո երկիրը պաշտպանես։ Եվ ճիշտ ու սխալը նույն ուկրաինական պատերազմում շատ հարաբերական է իմ համար, հա, որ կողմները տեղ ավելի ճիշտ, որիններ, այնտեղ էլ խնդիրներ կա, օրինակ խորքային պետք է լուծվի։ Հիմա օրինակ բելգիացի սովորական շարքային քաղաքացին իրոք չի հասկանում Արցախը հայկական է թե ադրբեջանական է եւ մեղադրելու չի։ Մի կողմից տեսնում է, որ Արցախում կա քրիստոնեական կոթողներ, որոնք հա մի քանի հազար տարվա են, մյուս կողմից լսում է Հայաստանի ոչ բարով վարչապետի խոսույթը, որտեղ ասում է, չէ, վարչապետը հələ պետքա քարտեզ ունենանք, կադաստրի վկայական ունենանք, չգիտեմ, էլ ինչ ունենանք, որ սա դառնա մերը։ Իրականություն դաժան է, ընդդիմությանը կոչ կանեմ, որ այս Սամվել Կարապետյանի նախաձեռնած
համախմբվելու կոչին միանան բոլոր կողմերը, բայց այդ ամեն ինչը լինելու է ել եմ ասում հուլիսի 4-ից հետո, որովհետև ուղիղ կախվածություն ունենք, հա, որ հիմա հելնենք ասենք, որ այս ընտրությունները սենց, ու լրիվ պատահական մեկ էլ ՍԴ-ն որոշում է կայացնում վերընտրություններ նշանակի կամ նոր ընտրություններ նշանակի։ Այդ ժամանակ ոչ թե պիտի դուրս գաս փողոցային պայքարի, այլ գնես, փորձես ժողովես այն մարդկանց, ովքեր որ հələ բանդերում չեն, բայց ես գիտեմ, որ պլանավորվում են նոր ձերբակալություններ, ու Ավետիք Ճալաբյանը հաստատ ցավոք սրտի վերջինը չի, լիքը էլի կլինեն, էլի անհետ, ոնց որ Ավետիքինն է, եւ չգիտեմ մնացածներին է, եւ տեսեք, հա, նույնիսկ այն փաստը, որ ընտրությունները հենց ավարտվեց, սրբազաններից մեկի կալանքը փոխարինվեց տնային կալանքով, մյուսի տնային կալանքը ուղղակի ստորագրությամբ երկրից չբացակայելով, այս ընտրություններին ինչքան մոտիկ անում ենք, ռեպրեսիաները շատ տանում են։ Ես ենթադրում եմ, որ հնարավոր է նույնիսկ այնքան ճճացող աղաղակող են այս խախտումները, որ նույնիսկ ինքը ստիպված լինի եվրոպական ճնշումների տակ վերընտրությունների գնա, հա։ Այդ դեպքում միգուցե իրավիճակը կփոխվի եւ ես հուսով եմ, որ մեր ժողովուրդը ոնց որ կամք դրսևորեց աննախադեպ մեծ քանակով մարդիկ գնացին ընտրությունների, այս անգամ էլ ավելի շատ։ Մեկ էլ եւս մեկ ավելի մեծ ստի մասին եմ ուզում խոսել, որ ամբողջ քարոզարշավի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ Ռուսաստանից 300,000 հայ է բերելու քվեարկելու է ընդդիմության օգտին, այդ թեզը պաշտոնապես էլ է կոտրվել արդեն, որովհետև ի տարբերություն նախորդ տարվա պաշտոնական տվյալները 14-16,000 հայ Հայաստանի քաղաքացի ավելի քիչ է այս տարի եկել, քան նախորդ տարի, այսինքն այդ 300,000-ի թեզը, որ ինքը աշխատացնում էր, այդ ռազմական ոստիկանությունը аэроպորտում տանելով, ահաբեկելով ՀՀ քաղաքացիներին, հիմա էլ խոսում են էլ ավելի մեծ վատ բանի մասին, հա, որ ովքեր որ Հայաստանի քաղաքացի են, բայց վերջի 6 ամիսը Հայաստանում չեն ապրել, ընտրելու իրավունք չունեն, այդ ընդհանրապես չգիտեմ, էլ չկա իրավական տերմին, քրյա իրավական տերմին, որ որակես, որովհետև Հայաստանի քաղաքացին, որը ծնվել է Հայաստանում, ապրում է Հայաստանում, ունի քաղաքացիություն, երկրորդ քաղաքացիություն չի վերցրել, չնայած երկրորդի դեպքում էլ քվեարկելու իրավունք ունի, բայց ես խոսում եմ ամենաստերիլ դեպքերը, օրինակ ես որ ծնվել եմ Հայաստանում, երբեք Հայաստանի սահմանները բացի հանգստանալու նպատակով, այլ նպատակով չեմ լքել, դու որևիցե պարագայում չես կարող ինձ զրկել իմ ընտրելու իրավունքից։ Այս մարդը դա էլ է ուզում անի, ուղղակի չգիտեմ էլ, որ կարող է օրինակ գա կետ լինի, ասեն սենց, եթե ուզում ես ընտրություններին մասնակցես, առնվազն պետք է քաղաքացի լինես եւ առնվազն երկրորդ քաղաքացիությունը պետք է Ադրբեջանի լինի։ Եվ պարոն Պետրոսյան, անդադ այս ընթացքում խոսում եմ մանդատներ վերցնել թե չվերցնելու, ձեր տեսակետը ո՞րն է։ Մենք նաև իմանալով, որ 21-ին այդ մանդատները առ-ոչինչ էին եւ հիմա սպասում են նաև այս որոշումներից հետո մանդատ վերցնել գնաց ազգային ժողով թե ոչ։ Նաև մարդիկ կան, որ ասում են, եթե մենք հայտարարում ենք, որ ընտրությունները լեգալ չեն, վարչապետ կոչվածը լեգալ չի, եթե դու մանդատ ես վերցնում եւ հայտնվում ես ազգային ժողովում, ուրեմն նշանակում է, որ դու Նիկոլին կարգում ես վարչապետ, ակամայից։ Մանդատները վերցնեն թե չէ, տեսեք, հա, էլի կախված է ՍԴ-ի որոշումից։ Ես ինքս մանդատի տեխնացու չեմ, որ այդ ցուցակում չեմ եղել, բայց օրինակ Հարևան Վրաստանում ընդդիմությունը չվերցրեց մանդատները եւ դա իրավիճակի վրա 0 ազդեցություն թողեց։ Իշխանությունը շարունակում է իր գործունեությունը, որը կերպել չի կաշխանվում։ Ստեղ զուտ կախված է թվայինից, հա, թե քանի մանդատ է վերջնարդյունքում ունենալու ընդդիմությունը եւ քանի մանդատ է ունենալու իշխանությունը, որովհետեւ հնարավոր է ինչ-որ X պահի, օրինակ, հա, ասված չանել եմ ասում, հիմնականին վախը հիմա Սյունիքն է դարձել, ու Սյունիքի հետ կապված սա որևիցե որոշում ուզենա կայացնի։ Հուսով եմ, որ կլինեն մի քանի մարդիկ, որ ոնց որ 20 թվականին հիշում եք, ինչ ահռելի թվով ԿՊ պատգամավորներ դուրս եկան ԿՊ-ից, չնայած հենց այդ ժամանակ սխալը դուրս գալն էր, իրանք էլ պետքա միանային իմպիչմենտ սկսեին, ու պատկերացրեք, որ պետքա լինելու գոնե իմպիչմենտ անել այդ ժամանակ։ Այդ դեպքում ոնց է ճիշտ, եթե մենք հիմա օրինակ անդիմությանը կոչ անենք, որ մանդատները մի վերցրեք, ու գա նման իրավիճակ, երբ որ օրինակ 4-5 հոգի եթե են կողմից անցնում են այս կողմ, իրավիճակը փոխվում է։
չի այդ հնարավորությունը բաց կտա, բայց ես չեմ ուզում վերջնական պատասխանը, mən բարձ պատճառը, որ ես ասում եմ մանդատ վերցնելու տեխնացու չեմ, որ այդ ցուցակում չկա։ Դեպքում կաշկանդված չեք կարող։ Հա, կաշկանդված չեմ, ես ինքս որպես քաղաքացի, եթե լինեի որ այդ ցուցակում, կնախընտրեի չվերցնելը, բայց խորհուրդ տալ կամ ասել այս որոշումը ամենաճիշտն է, եկեք սենց, Նիկոլը կանխատեսելի է մեր համար, բայց Նիկոլը չի որ որոշումա թե ինքը ինչ պետք է անի, քանի որ ցուցումները գալիս են Թուրքիայից ու Ադրբեջանից, թե ինքը ինչ պետք է անի, այդ մենք չենք կարողանում կանխատեսել։ Ասում եմ, հա, բա որ վաղը օրինակ որոշում, ասում եմ մարդասիրական նպատակով Սևանից ինչ որ մի 100 մետր կամ 500 մետր կամ 5 կիլոմետր տալիս ենք այդ մարդկանց, որովհետեւ իրանք ջուր ունենան, մեր հարևանները մեզ արդեն շատ են սիրում, ել իրանք ցեղասպան չեն։ Հիմա այդ դեպքում, եթե մենք չունենանք օպոզիցիայի մանդատները, հույսներս պետքա դնենք, որ ամբողջ ԿՊ-ն միանգամից իմպիչմենտը հայտարարելու, կարծում եմ հեքիաթների դաշտից է, ճիշտ է, բայց հույս ունենալ էլի հեքիաթների դաշտից է, բայց ինչ որ մի քանի հոգի, որոնք կպակասեն իմպիչմենտի համար, ամեն դեպքում ուզում եմ հաշվի առնել, որ այդ մարդկանց մեջ նաև կան մարդիկ, որ օրինակ իրանց ծնողները ժամանակին Արցախի համար կյանք են տվել։ Հիշում եք, չէ՞ օրինակ Վաղար շաբաթի դեպքում Մեխակ Մեխակյանի որդին հիմնական տեխնացուներ, որին երբ որ Արցախից հարցեր տալի, անկախ նրանից ինքը ինչ կպատասխաներ, ֆիզիկապես չէր կարող թաքցնել, չեն մաշկի կարմրելը, քրտնելը, պատասխանելուց ոչ հավասարակշիռ պատասխանել, որովհետև ինքը Մեխակ Մեխակյանի որդին է, այդ չես կարա ջնջես ու բոլորը, այդ թվում ԿՊ պատգամավորները հիշում են իրենց ծագումնաբանությունը, հա, չեն կարող հրաժարվել իրենց պատմությունից, իրենց ծնողներից։ Ինչ որ որոշակի քանակ ես հուսով եմ, բայց ցավոք սրտի խոսում ենք միշտ դժբախտ բաների մասին, հա, բաներ, որոնք բերելու են Հայաստանի վերացմանը, բայց ուրիշ տարբերակ չի թողել մեզ Նիկոլ Փաշինյանը, ցավոք սրտի։ Մեզ մնացել ընդհանրապես ասել, որ ազատություն քաղբանտարկյալներին, որտեղ այդ ենք կարողանում անել, մարդիկ կալանքի տակ, չգիտեմ, հա, քաղբանտարկյալներին Դենց ամեն մեկս էլ ունի մեր սրտի քաղբանտարկյալը բոլորին չենք դիտարկում որպես այ պարոն Չալաբյանը իմ ընկերն է անձնական բնականաբար, բայց հավասար է։ Նույնիսկ մենք չկարողացանք պարոն Պետրոսյան հասարակության մեջ այդ միասնականության քաղբանտարկյալների առումով օրինակ մենք հիմա եթե ասենք մոտավորապես քանի հոգի քաղբանտարկյալ ունենք, այդ թիվներ չենք։ Ես անձամբ չգիտեմ, գիտեմ 100-ից ավել են նրանք արդեն, հասնում է շուրջ 200-ի, որովհետև այս Քարոզարշավի ժամանակ էլ քաղբանտարկյալ չեն, ինչ են այդ մարդիկ, չէ։ Ուզում եմ բոլորին ասեմ, կներեք, որ մենք ձեր հետ չենք, երևի մեր հերթն էլ կգա ձեզ միանալու, բայց հուսով ենք դուք մեզ կմիանաք, որտեվ ամեն դեպքում շնորհակալ ենք ձեր պայքարի համար, դուք ձեր ամենակարևոր բանը ձեր կյանքն ու ազատությունն եք տվել այս հայրենիքին, դրա համար հայտնվել եք բանտում ու ամենավատ, ամենաստոր ձևով են ձեր հետ վարվում, հարգելի քաղբանտարկյալներ, որտեղ առավել ագույն է, հա, կյանքում տրված մարդու իրավունքը, ազատության իրավունքն է, բոլորս էլ հասկանում ենք շինծու եք, գործերով եք նստած, վստահ ենք, որ բոլորդ էլ դուրս եք գալու եւ պատմության մեջ ոչ թե նոր մելիք ֆրանգյուլների անունները կգրվի, այլ կգրվի ձեր անունները որպես հայ ազատագրական պայքարի մարտիկներ։ Շնորհակալ ենք ձեզ, որ կաք, ներողամիտ եղեք, որ չենք կարողանում այս բանից ձեզ մինչև վերջ օգնել ձեր ազատության իրավունքը վերականգնենք։ Շնորհակալ եմ ձեզ։ Ձեզ եմ շնորհակալ։ Կհանդիպենք։